Գլուխ 16-րդ Ջիհադի գաղափարախոսները Գրքեր, որոնցով առաջնորդվում են այսօրվա ահաբեկիչները Ջիհադի գաղափարախոսների կյանքն ունի միևնույն պատկերը Գրքի հեղինակը ներկայացնում է ջիհադի վերաբերյալ իր գաղափարները և դրանց իրականացման մեթոդները Նա որոշակի հետևորդներ է ձեռք բերում Հետո այդ հեղինակը մահապատժի է ենթարկվում իր իսկ երկրի կառավարության կողմից Հեղինակը հետմահու դառնում է հերոս, իսկ նրա գրքերն ավելի մեծ հեղինակություն են վայելում Որոշ ժամանակ անց հայտնվում է մեկ ուրիշ հեղինակ, որի գիրքը հիմնված է նախորդի գաղափարների վրա, պարզապես ավելի ծայրահեղականացված Եվ այդպես 3 կամ 4 պարբերաշրջան հետո ձևավորվում է ջիհադի փիլիսոփայությունը, ինչի արդյունքը 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Ալ-Ղաիդայի իրականացրած ահաբեկչությունն էր Միացյալ Նահանգներում Դոկտոր Սալահ Սերի, Եգիպտոսի իսլամական ազատագրական շարժումը Ղութբի ուսմունքն ու փիլիսոփայությունը բազմաթիվ մուսուլմանների ուշադրությունը գրավեցին, չնայած որ նրա հետևորդներից շատերին բանտարկեցին նրան կախաղան բարձրացնելու ժամանակ Շարունակելով Ղութբի գործը դոկտոր Սալահ Սերին առաջնորդեց նորաստեղծ ծայրահեղական մի շարժում, որը կոչվեց իսլամական ազատագրական շարժում, Հեզբ ալ-Թարիր Շարժման հիմքը Ղութբի ուսմունքն էր Նրա նպատակն էր տապալել եգիպտական կառավարությունը և հռչակել նոր իսլամական պետություն Դոկտոր Սերին ասում էր Մուսուլմանները ընդամենը խոսում են Նրանք պարտավորություններ են ստանձնում, բայց չեն գնում մինչև վերջ Վերջին մի քանի դարերի ընթացքում իսլամը գործի կրոնից վերածվել է խոսքի կրոնի Իսլամական ազգերը պետք է տանեն իսլամի ուղերձը և բոլոր հնարավոր միջոցներով այն գործի դնեն, թե սեփական երկրում, թե երկրից դուրս Ջիհադը պարտադիր է Այդպիսով մենք գին ենք վճարում և կենդանի ենք պահում իսլամի ուղերձը Նախևառաջ այն պետք է սկսել սեփական երկրում, այնուհետև ամբողջ աշխարհում Մեր նպատակն է գտնել ամենաարդյունավետ ճանապարհը, տապալելու և կործանելու այն կառավարությունները, որոնք չեն ենթարկվում իսլամական օրենքին Դրանց մեջ են ներկայիս մուսուլմանական երկրները Մենք կհիմնենք հզոր իսլամական պետություն, որը կընդգրկի ամբողջ աշխարհը Միակ քաղաքական համակարգը կլինի իսլամական օրենքը Սերին կարծում էր, որ մուսուլմանական աշխարհի առաջնորդները ապականված են, քանի որ նրանք հարկադրում են ծոմը, աղոթքը, բայց ոչ ջիհադը Ներկայիս իսլամական աշխարհի առաջնորդներից շատերը միայն աղոթքի պատվիրանն են պահում Նրանք մզկիթներ են կառուցում և շեշտադրում են աղոթքն ու ծոմը, հնարավորինս անելով ամեն ինչ արտաքնապես լավ մուսուլման երևալու համար Դրա համար նրանք ծածուկ դրդապատճառ ունեն, շահագործելով մուսուլմանների կրոնական անկեղծությունը ցանկանում են համբավ ձեռք բերել Նրանք աստիճանաբար հանում են ճշմարիտ իսլամը մարդկանց սրտերից Ֆիզիկական ուժ են գործադրում և հալածում են, երբ մեկը կանգնում է ճշմարիտ իսլամը սատարելու համար Այս կառավարիչները անհավատ են Եվ նրանց աջակցողները նույնպես անհավատ են Դոկտոր Սերին դժգոհում էր և ներկայիս իսլամական կառավարությունները համարում էր ապականված Նա ասում էր, որ այս կառավարության համար իսլամը երկիրը կառավարելու օրենքներից մեկն է Այն դեպքում, երբ իսլամը պետք է լինի երկիրը կառավարելու միակ օրենքը Դոկտոր Սերին պնդում էր Նրանք միաժամանակ կառուցում են և մզկիթներ և աշխարհիկ զվարճանքի վայրեր Ղուրանի հետ երգ ու պար են հեռարձակում Տալիս են ողորմություն և միևնույն ժամանակ մասնակցում են մոլախաղերին Այս մուսուլմանները իսլամի մեջ միայն երկրպագում են Նրանք անտեսում են ջիհադը, որն իսլամի զարկերակն է Նրանք ամեն օր կարդում են Ղուրանը, աղաղակում են իրենց աղոթքներում, բայց չեն գնում և ջիհադի միջոցով չեն իրականացնում իսլամի առաքելությունը Այդ մարդիկ կեղծավոր անհավատներ են, ովքեր խայտառակում են իսլամի անունը Դոկտոր Սերին իրագործում էր այն, ինչ քարոզում էր 1974-ի ապրիլի 19-ին նա իր շարժման անդամներով հարձակում գործեց Եգիպտոսի խորհրդարանի վրա Կահիրեում ռազմական պատրաստվածության ինստիտուտներից մեկը նրանք զավթեցին, այն հենակետ դարձնելու նպատակով, որտեղից պետք է առաջնորդեին կառավարության տապալումը Եգիպտական իշխանությունները անմիջապես կանխեցին նրանց հետագա գործողությունները և ձերբակալեցին շարժման բոլոր անդամներին 1975 թվականի հոկտեմբերին Եգիպտոսի դաշնային կառավարությունը մահապատժի ենթարկեց դոկտոր Սերիին և նրա հետևորդներից շատերին 29 անդամ մնաց բանտում Եգիպտոսը և իսլամական աշխարհը ահաբեկչության և ծայրահեղ իսլամական խմբավորումների նոր ժամանակաշրջան էր թևակողում
Մինչև դոկտոր Սերիի մահապատիժը Եգիպտոսում արդեն նոր ծայրահեղական խմբավորում էր ձևավորվել։ Շոքրի Մուստաֆա։ Հաջորդ ռազմատենչ խմբավորումը Ալ-Թաքվիր ու Ալ-Հիջրան էր, ապաշխարություն եւ սուրբ պատերազմ, որն իրականացնում էր դոկտոր Սերիի նպատակները։ Հիմնադիրը Շոքրի Ահմադ Մուստաֆան էր։ Նա ծնվել է 1942 թվականին Եգիպտոսի այն շրջանում, որտեղ ծնվել էր Սաիդ Ղութբը։ Շոքրին ընդամենը 24 տարեկան էր, երբ Ղութբը կախաղան բարձրացավ, եւ 33 տարեկան էր, երբ դոկտոր Սերին մահվան դատապարտվեց։ Շոքրի Մուստաֆան հստակ սահմանել էր իր նպատակն ու այն ծրագիրը, ինչն առաջնահերթ էր համարում։ Ահա թե ինչ հայտարարեց նա Եգիպտոսի դաշնային դատարանի առջև 1977 թվականի նոյեմբերի 7-ի դատական նիստի ժամանակ։ Ես պատրաստ եմ ցանկացած գին վճարել իմ նպատակը իրականացնելու համար։ Իմ գերագույն նպատակն է տեսնել իսկական իսլամական շարժման վերածնունդը։ Ես բերրի հող եմ փնտրում աշխարհում հզոր իսլամական երկիր ստեղծելու համար։ Ես արթնություն կբերեմ իսլամի մեջ եւ կվերադարձնեմ նրան իր նախկին փառքը։ Եգիպտական դատարանը վտանգի առջև էր կանգնած։ Մուստաֆայի խմբավորումն ընդգրկում էր այնպիսի անդամների, ովքեր վայրկյան իսկ չէին հապաղի նրա հրամանը կատարելու համար։ Մուստաֆան ասաց. «Մեր շարժման յուրաքանչյուր անդամ հոժարակամ կզոհաբերի իր կյանքը, որպեսզի կատարի Ալլահի ծրագիրը, որի պատասխանատվությունը նա դրել է մեր ուսերին։ Մեր պարտականությունն է սրի միջոցով տարածել իսլամի պատգամը ամբողջ երկրով։ Իմ խումբը կպատերազմի մինչև վերջ այս մեծ առաքելությունը իրականացնելու համար»։ Մուստաֆան ձեռագրով գրված պոեմների ժողովածու ուներ, ինչն էլ դատարանը օգտագործեց նրա դեմ։ Պոեզիան խորը արմատներ ունի իսլամական մշակույթի մեջ։ Մուստաֆայի հանրաճանաչ ժողովածուի, այսինքն Էլ Մաալհամայի մեջ էր մտնում 1967 թվականին գրված Ջրհեղեղից առաջ պոեմը, որի միջոցով Մուստաֆան իր խորը թախիծն ու հիասթափությունն էր արտահայտում ներկա մուսուլմանական կյանքի նկատմամբ, եւ ինքն իրեն պատվիրում էր պատրաստվել կյանքի կոչման եւ առաքելության համար, ինչպես նաեւ Ալլահի հետ հանդիպման համար։ Մեկ ուրիշ պոեմի մեջ, որը կոչվում էր Գաղթ Էլ Հեչեջա, նա գրում է, որ ամեն ինչ ունայն է այս աշխարհում։ Այդ պատճառով ինքը ցանկանում է իրականացնել իր առաքելությունը եւ հեռանալ աշխարհից։ Սպասում Էլ Թաուասիմատ պոեմում նա հարցնում է. որտեղ է գյուղերի մայրը։ Մուհամեդի օրոք Մեքքան գյուղերի մայր էր կոչվում։ Եվ քանի որ Մուհամեդը հալածվել էր այնտեղ, այն չար քաղաք էր համարվում։ Մուստաֆան ասում էր, որ Եգիպտոսը ժամանակակից Մեքքան է, իսլամի ժամանակակից հալածողը։ Նա Եգիպտոսն անվանում էր մի վայր, ուր ներմուծում էին չարիք, անարգանք ու մեղք, եւ գրում էր. սա անհավատների երկիր է, իսկ իրեն մխիթարելով ասում էր. ինչպես Մուհամեդը հեռացավ Մեքքայից եւ գաղթեց Մեդինա, իսլամական ժողովուրդ ստեղծելու համար, ես նույնպես մտովի կփախչեմ Մեքքայից, որ գնամ իմ Մեդինան եւ ամեն ինչ սկսեմ նորից։ Մուստաֆան ծրագրում էր հիմնել իսլամական պետություն, որը Եգիպտոսից կտարածվեր մինչև աշխարհի ծայրերը։ Նրա նպատակն էր շահել մարդկանց նախ եւ առաջ իր հայրենիքում, որտեղ դնելով համաշխարհային իսլամական պետության հիմքը, իսլամը կտարածեր աշխարհով մեկ։ Մուստաֆայի համոզմունքներից մեկը խիստ մտահոգիչ էր։ Նա պնդում էր, որ եթե շարունակի տարածել իսլամը, արևելքի եւ արևմուտքի միջև մեծ լարվածություն կառաջանա, ինչը կհանգեցնի համաշխարհային միջուկային պատերազմի։ Նա հավատում էր, որ աշխարհի բնակչության մեծամասնությունը կկործանվեր այս պատերազմի ընթացքում, բայց իր հետևորդները ողջ կմնային, թաքնվելով հեռավոր եւ մեկուսացած սարերի խորշերում։ Երկիրն ամայանալուց հետո նրանք դուրս կգային քարանձավներից, կժառանգեին երկիրը եւ կիշխեին սրի միջոցով։ Նա հավատում էր, որ սուրը կրկին կլիներ միակ զենքը, ինչպես Մուհամեդի ժամանակ էր, քանի որ միջուկային պատերազմի ընթացքում կոչնչանային ժամանակակից ռազմական զենքն ու տեխնիկան։ Մուստաֆայի պաշտպանությունը։ Շոքրի Մուստաֆայի շարժումը ձգտում էր իրականություն դարձնել Ղութբի փիլիսոփայությունը։ Այդ խմբավորման անդամները որոշել էին լիովին մեկուսանալ հեթանոսական հասարակությունից եւ մեծ աշխատանք տանել շարժման անդամների թիվն ավելացնելու ուղղությամբ։ Նրանց կարծիքով այդպիսով կհաստատեին մի իշխանություն, որի միջոցով կտապալեին կառավարությունը եւ կհիմնեին իսլամական պետություն։ Նրանք հավատում էին, որ իրենց առաքելությունը կիրականացնեին երկու փուլով։ Փուլ առաջին՝ ամբողջովին կոչնչացնեին հեթանոսական աշխարհը, եւ փուլ երկրորդ՝ պաշարներով հարուստ երկիրը կբնակեցնեին մուսուլմաններով։
Դատավարության ընթացքում Մուստաֆային հարցրին, թե որն է նրա փիլիսոփայության հիմքը։ Մուստաֆան պատասխանեց. Ղուրանի եւ Ալլահի խոսքը։ Մենք չգիտենք ոչինչ, բայց Ալլահը գիտի ամեն ինչ։ Մենք պետք է սովորենք միայն Ալլահից, իսկ Ալլահը խոսում է միայն Ղուրանի միջոցով, եւ իր խոսքը հաստատելու համար նա մեջբերեց. Ալլահը գիտի, բայց դուք չգիտեք։ Սուրահ 2:216 Հեղինակավոր Ղուրանից։ Մուստաֆան հայտարարեց, որ Ղուրանից բացի ոչ մի գիրք չի ընդունում, որովհետև Ղուրանում գրված են Ալլահի խոսքերը եւ դատարանին հարցրեց. Միթե դուք կմերժեք Ղուրանի խոսքը։ Շոքրի Մուստաֆան եւ իր խմբավորումը մեղադրվում էին Ալ-Ազհար համալսարանի ակնառու դեմք դոկտոր պրոֆեսոր Հուսեյն Էլ-Թեհաբիին առևանգելու եւ սպանելու մեջ։ Պրոֆեսորը Մուստաֆայի թիրախն էր դարձել, քանի որ նրա ղեկավարած թիմը դատապարտում էր Մուստաֆայի շարժումը։ Մուստաֆան նրան համարում էր Ալլահի թշնամի եւ անհավատ, որ անցել էր կառավարության կողմը։ Դիմելով եգիպտական դատարանին Մուստաֆան ասաց. Քանի որ դոկտոր Էլ-Թեհաբին տեղի է տվել Եգիպտոսի կառավարության ճնշմանը եւ մարդկանց հաճեցնելու համար փողզիչման է գնացել Ալլահի խոսքին, մենք Ալլահի դատաստանն ենք իրականացրել այդ ուրացող անհավատի վրա։ Շոքրի Մուստաֆայի շարժումը լայնորեն ծավալվեց, երբ եգիպտական լրատվամիջոցները ներկայացրին թիմի նոր առաջնորդի իսլամագիտության դոկտոր պրոֆեսոր Սայեդ Էլ-Թաուհելի հետևյալ հայտարարությունը. Մի դատեք այս խմբին։ Նրանք անկեղծ մուսուլմաններ են, ովքեր ցանկանում են ետ բերել իսլամի նախկին փառքը։ Պարզապես մենք պետք է նստենք եւ բանակցենք նրանց հետ։ Այս հայտարարության նպատակն էր դադարեցնել շփոթմունքը, որը առաջացել էր մի հեռուստահաղորդման պատճառով, ըստ որի Մուստաֆայի կազմակերպությունը տարածում էր նոր իսլամ, որը հիմնված չէր Ղուրանի վրա։ Եգիպտոսի գլխավոր թերթը հրապարակեց դոկտոր Թաուհելի հայտարարությունը, որով նա զգուշացնում էր չհրապարակել Մուստաֆային դատապարտող որևէ հայտարարություն։ Նա կոչ էր անում վերադառնալ Ղուրանին, նորովի կարդալ այն եւ տեսնել, որ Մուստաֆայի շարժման անդամներն անկեղծ մուսուլմաններ են, ովքեր հավատարիմ էին իսլամի կանչին։ Դոկտոր Էլ-Թաուհելը գովաբանում էր Մուստաֆային եւ նրա շարժման անդամներին, ասելով, որ իր փափագն է տեսնել այդպիսի շատ երիտասարդների։ Նա ասում էր, որ իսլամական աշխարհն այսօր նրանց նմանների կարիքն ունի, ովքեր իրենց կտանեն դեպի ճշմարիտ իսլամը։ Մահապատիժը եւ գիրքը։ Շոքրի Մուստաֆային մահապատժի ենթարկեցին։ Իրենից հետո նա թողեց ծայրահեղական մի խմբավորում, որը չէր ընդունում ոչ մի հպատակություն ներկա կառավարություններին եւ չէր հարգում նրանց որպես առաջնորդների։ Մուստաֆայի մահապատժի որոշումը հաստատեց, որ այդ կառավարությունները հեթանոսական են։ Նրա շարժման անդամները հավատում էին Մուստաֆայի այն խոսքերին, որ ասում էր, թե այս կառավարությունները անհավատ են եւ դրանց հնազանդվողները նրանց նման են։ Մուստաֆան իրենից հետո թողեց նաև մի գիրք, որտեղ գրել էր իր համոզմունքներն ու փիլիսոփայությունը։ Գրքի վերնագիրն է Առաջնորդ Ալ-Քալաֆա։ Եգիպտական կառավարությունն առգրավեց գրքի օրինակները եւ այրեց։ Կառավարության այս օրինակ վարվելակերպն ավելի արժևորեց գիրքը մուսուլման ծայրահեղականների շրջանում։ Այնուամենայնիվ գտնվեցին օրինակներ, որոնց միջոցով դեռ շարունակվում են տարածվել նրա համոզմունքներն ու ուսմունքը։ Մուստաֆայի նորամուծությունը։ Այս գիրքը արտացոլում էր խուտբի ուսմունքների վրա զարգացրած Մուստաֆայի մտածելակերպը։ Մուստաֆան միայն մեկ նորամուծություն էր արել, որն ավելի վտանգավոր էր խուտբի ուսմունքներից։ Նա ցանկանում էր հարձակվել կրոնական, ռազմական եւ ոստիկանական հաստատությունների վրա, որովհետեւ դրանք հնազանդվում էին այն հեթանոսական կառավարությանը, որը պայքարում էր իսլամական օրենքի դեմ։ Նա պատվիրում էր հարձակվել այդ հաստատությունների վրա, քանի որ դրանք պաշտպանում էին հեթանոսական կառավարությունները եւ պարտադրում նրանց օրենքները։ Ոստիկանական եւ ռազմական իշխանություններն էին, որ հալածում, բանտարկում եւ սպանում էին ճշմարիտ մուսուլմաններին։ Մուստաֆայի գրքում գրված էր, որ ներկայիս Իսրայելի, Միացյալ Նահանգների եւ եվրոպական երկրների կառավարությունների մեջ չկա էական տարբերություն։ Բոլորն էլ հեթանոսական են եւ Ալլահի թշնամիներն են։ Նրանց հետ պետք է այնքան պատերազմել, մինչև դառնան իսլամի հպատակ։ 1977 թվականին եգիպտական կառավարությունը Մուստաֆային եւ նրա խմբավորման մի քանի առաջնորդի մահապատժի ենթարկեց, մտածելով, որ դրանով վերջ կդնի այդ շարժման գոյությանը, սակայն դա նրանց չհաջողվեց։ 1970-ից 80-ական թվականներին ծայրահեղական խմբավորումները ծաղկունք ապրեցին։ Նրանց նպատակը մեկն էր՝ տապալել կառավարությունը։